Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Այսօր ապրիլի 17-ն է, մի քանի օրից կտրվի քարոզարշավի մեկնարկը եւ ակնկալի է, որ կլինի մեծաղմուկ։ Բոլոր նրանք, ովքեր գրանցվել են, կփորձեն իրենց տեսակետը ներկայացնել, վիճել, բանավիճել, կռվել եւ ինչպես հնում էին ասում, երբ որ զենքերը շաչում են, մուսաները լռում են։ Եվ ես նախատեսում եմ, որ այդ քարոզարշավի մեծաղմուկի ժամանակ վերելքը կդադարեցնի իր գործունեությունը, քանի որ այն խորքային երևույթները, որ ես ներկայացնում եմ, որոնց մասին ես խոսում եմ, փորձում եմ ուշադրություն հրավիրել, այդ աղմուկի մեջ առավել եւս չի լսվի, չի ընկալվի, հատկապես որ անգամ խաղաղ ժամանակներում առանձնակի ընկալում չկա քաղաքական դաշտի կողմից եւ այն շարունակում է մնալ մտավոր մակերեսայնության մեջ։ Եվ որոշել եմ մինչև մայիսի 1 ընկած ժամանակահատվածում վերելքի թողարկումների ժամանակ եւս մեկ անգամ անդրադառնալ այն գործողությունների ծրագրին, որը քառորդ դարի, ավելի քան քառորդ դարի հետազոտությունների արդյունքում ես ձեզ մի անգամ ներկայացրել եմ։ Դա մոտ 7 ամիս առաջ էր, 1 տարի առաջ է, դրանից հետո ես հանդիպումներ եմ ունեցել մարդկանց հետ, քննարկել ենք, որոշակի լրամշակումների կարիք է եղել եւ ես ձեզ ներկայացնելու եմ այդ լրամշակված տարբերակ վերելքի առաջիկա թողարկումների ժամանակ, ակնկալելով, որ երբ որ աղմուկը կմարի, մենք փորձենք դրանց իրականացման հարցերով զբաղվել։ Բայց հիմա նախ փորձեմ հիմնավորել, որ արդյոք դրա կարիք կա, արդյոք ազգային վերելքի ուղի համակարգը ես որ ձեզ ներկայացրել եմ, դա արդիական է այսօր եւ արդիական է լինելու վաղը։ Հիմա քննենք, թե ընտրությունների դեպքում ինչ արդյունքներ կլինեն։ Առաջին, իշխանությունները ինչ-ինչ եղանակներով կարողանում են պահպանել իրենց եւ մնում են իշխանության։ Ինչ տեղի կունենա այդ դեպքում։ Ես շատ խորը վերլուծություն չեմ ներկայացնում, ընդհանրապես ձեզ մատուցեմ Facebook-յան իմ ընկերներից մեկի անհանգստությունը այդ դեպքի համար։ Եվ նա ասում էր, որ ազգակիրները այդ դեպքում կամ հեռանալու են երկրից, ինքը լավ նկարագրել էր, դուք երբ պատկերացնում եք, թե ինչ տեղի կունենա, կամ հեռանում են երկրից, կամ եթե մնում են այստեղ, ապա ապրելու են բարփակված, մեկուսացված, այսպես կծկված վիճակում։ Կարծում եմ ազգակիրները հասկանում են, որ հենց այդպես էլ կլինի եւ հարց տանք մեզ արդյոք քաղաքական դաշտի խաղացողները այս երկու դեպքի համար ունեն լուծումներ, տարբերակներ, ենթադրենք թե ազգակիրները հեռացան, ցրվեցին աշխարհում մեկ ինչ համակարգի, ինչ գաղափարախոսության միջոցով պիտի իրենք պահեն ազգակիրներին, որ չկորեն, չուծացվեն, որտեվ ժողովրդի առանցքը ազգակիրները, եթե իրենք փոշիանում են, վերածում են ընդհանրապես հոտի։ Կամ եթե մնում են որոշակի քանակություն այստեղ իր հողի վրա, ապա ինչ համակարգով ենք մենք այդ իրավիճակում փորձելու կիրառել համակարգը, գաղափարախոսություն, կառույց, որ ասենք իրենք չուծացվեն իրենց երկրում եւ շարունակեն մնալ այն արժեքներին, որոնք կրում են եւ նաեւ իրենց սերունդները։ Մենք ինչ եղանակով ենք մենք իրենց տալու այդ հնարավորությունը, որ տեսակ այդ դժնդակ իրավիճակում։ Էլի եթե հարց տանք, ապա կտեսնենք, որ այդպիսի պատասխան քաղաքական դաշտը չի քննարկում։ Իսկ ահա ազգային վերելքի ուղի գործողությունների ծրագիրը, որ ձեզ ներկայացրել եմ եւ եւս մեկ անգամ լրամշակված տարբերակը ձեզ ներկայացնում, այնտեղ կա։ Այնտեղ այս տարբերակների համար առաջարկներ կան։ Եվ անայնեն երկրորդ դեպքը ենթադրենք, թե ինչ-ինչ հրաշքով ընդդիմությունը հաղթեց եւ այս իշխանությունները հեռացան։ Էլի ես շատ հանգամանալի չներկայացնեմ, մատուցեմ ձեզ իմ Facebook-յան ընկերներից մեկի անհանգստությունը։ Նա ասում էր, այն մարդիկ, որոնց մենք հիմա տեսնում ենք, որոնք իշխանապաշտ են եւ որոնցից մենք այսպես նողկում ենք, նրանք չեն վերանալու։ Այդ բազմությունը մնալու է։ Ինչ ենք անելու մենք դրանց հետ, ինչպես ենք մենք նրանց հետ կարողանալու ապրել, երբ որ հիմա ենք փշաքաղվում։ Ու այստեղ մի ճշտում կուզեի անել այդ տեսակը, որը կա, որից դուք խորշում եք, ես չասեմ, թե ինչ հանգամանքների բերումով է առաջացել, ես չեմ մեղադրում իրենց շատ են,
միլիոնի կարգի են, եւ իրենք արդեն քանի դար որոշում են մեր իրականությունը, եւ երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների ժամանակ իրենք են որոշել, թե դրանից առաջ են իրենք որոշել, առաջի հանրապետություն, երկրորդ դրանից առաջ միշտ այդ տեսակը, քանի որ մեծամասնություն է, իրանք խեղված են ազգային արժեքներից, իրենք են որոշում։ Երկու անգամ ենք իշխանապահություն ենք արել 90 թվականին, 98 թվականի իշխանության եկողները այսպես շողշողուն ծրագրեր ներկայացրել, չի հաջողվել եւ գլխավորապես այն պատճառով, որ այդ միլիոնը իրենք են որոշում իրականություն եւ իրենք կարողացել են ճզմել այդ գաղափարակիներին եւ ոչնչացնել, ասենք, պետության կայացման ձգտումները եւ եթե ընդդիմությանը հաջողվի, ելի գալու են այս խնդրի առաջ, կանգնեն։ Ու եկեք հարց տանք որևէ մի կուսակցություն, որ մասնակցում է կամ չի մասնակցում այս ընտրաշավին, արդյոք իր ծրագրերի մեջ դա հաշվի առել է, որ ահա կա այս խաթարված տեսակ, այս քան, այսքան մեծականակ, ինչպես ենք մենք իրենց վերափոխելու, վերստին ազգ դարձնելու, ինչպես դժդեհներ ասում ուծացած այս հայկական զանգվածներին։ Դա էլ չկա։ Հասկանում, ասեք երկու դեպքում էլ մենք խնդրից չենք բրցնելու, որքան էլ որ իշխանապահությունը, ես այս դկար թեքեցի, չգիտեմ հիմա ցույց տալու է թե չէ, ինձ հետո կասեն։ Այս իրավիճակի համար էլ ազգային վերելքի ուղի այս համակարգը, որ ձեզ ներկայացրել եմ ու լրամշակված է ներկայացնում, այս դրա համար էլ ինքը ունի ուրվագիծ, թե ինչ քայլեր կիրառել, որպեսզի կարողանանք այդ տեսակի դեմը առնենք։ Հիմա քաղաքական դաշտը ես ներկայացրել եմ բավական երկար ժամանակ եւ նկատել ենք, որ չի ընկալում։ Ինքը ինչ-որ իր հարթության մեջ է, բարձունակ խնդիրների մեջ է, հույսը մնում է առանձին անհատներ, առանձին խմբեր, որոնք խորքային մտածել ունեն, խորքային խնդիրների ընկալում ունեն, նրանց հետ փորձենք, ասենք, այս ծանր խնդիրներով զբաղվենք։ Դա մենք կանենք, երբ որ քաղաքական աղմուկը կավարտվի, դա կլինի հուլիսին, օգոստոսին, չեմ կարող ասել, բայց համենայն դեպս պատրաստ լինենք դրան անելու։ Հիմա սկսենք, ասեմ, որ ծանր ու բարդ խնդիր է մեր առջև կանգնած, մենք պիտի փորձենք այս մարդկային բազմությունը, որ կա եւ կոչվում է հայ ժողովուրդ, իրենցից ազգ ստանանք։ Այս խնդիրը 100 տարի առաջ են ձևակերպել եւ փորձենք պետություն կառուցել, թեկուզ փոքր չափերով, իրական ճիշտ հիմքերի վրա։ Այս հարցերի պատասխանները եւս ազգային վերելքի ուղի այդ համակարգի մեջ կա, քայլերի գործողությունների ծրագրի մեջ, որ ես ներկայացնում եմ։ Հիմա արդեն դառնում եմ բուն խնդրին, ներկայացնում եմ գործողությունների ծրագրի այդ ուրվագիծը բաժին առ բաժին առաջի թողարկումների ժամանակ։ Նախ ներկայացնեմ նպատակը այս գործողությունների ծրագրի։ Ինչ խնդիր կա լուծելու։ Առաջին, երկիրը ներկա դժվարին վիճակից հնարավոր նվազագույն կորուստներով հանելու մեր տեսակի հարատևում, այս ազգակիր տեսակի հարատևումը եւ ժողովրդի առաքելության իրականացումն ապահովելու համար հարկավոր է a. իրականացնել ժողովրդի մտածողության արմատական վերափոխում, հասնելով ազգային անհրաժեշտ ինքնակազմակերպման, այդ երկրորդ տարբերակը միլիոնի հետ կապված, որ ասեցի, b. կարգի բերել Հայաստանը, հզորացնել այն, ասեմ, սա շատ ծանր գործ է, քանի որ Հայաստանը այսօր փաստացի չկա, պիտի հետ բերենք, հետ խլենք, նոր հզորացնենք, ստեղծել իրական ազգ բանակ, սա իրականության պահանջ է դիմակայելու համար աշխարհաքաղաքական մարտահրավերներին, հաջորդը կարգի բերել Սփյուռքի մեր համայնքները, զորացնել դրանք, ակտիվ մասնակից դարձնել տվյալ երկրների հասարակական քաղաքական կյանքին եւ ունենալ մեր լոբինգը աշխարհի պետությունների մեծ մասում, ներգրավվել միջազգային կառույցներում։ Այս ինչ որ կարծում եմ անհրաժեշտություն, եթե ուզում ենք տեսակ պահել։ Եվ վերջին կետը հիմնել համաշխարհային համայնքական կառույց, իմի բերելու հայության տնտեսական, գիտական, ռազմական, ֆինանսական այլ հնարավորությունները ազգային գերնպատակին հասնելու համար։ Եվ վերջում կարևոր մի ընդգծում, այս ամենը անելով կվերածվենք համաշխարհային գործոնի եւ արդեն շատերը տեսնելով մեր հնարավորությունները կձգտեն դաշնակից լինել մեզ։ Սա նպատակն էր։ Հիմա նպատակը իրականացնելու համար հարկավոր է ինչ-որ ունենալ քայլերի համակարգ, ավելի ճիշտ կառույցներ, որոնք ամեն մեկը իր գործը անելով պիտի նպաստի այս նպատակի իրականացմանը։
Եվ ես խնդրում եմ ցուցադրել նկարը, տեսնենք շատ եմ շեղել թե չէ, փորձեմ շտկել, ինչպես պիտի անեմ, գլուխ չեմ հանում, այսպես էլ չի, մի վայրկյան, ինչ-որ բան երևաց, երող կլինեք, ինչ-որ բան երևաց, ուրեմն, ախ եւ առաջ առաջարկվում է, որ մի քիչ թեք ես եմ եղել, որ ստեղծում ենք մի մարդկանց խումբ, իմաստունների խումբ, որ այս խնդիրը ըմբռնում է, անհանգիստ է եւ կարողունակ է նաեւ իրականացման քայլեր առաջարկել։ Ես կոչում եմ իրենց նվիրյալների խորհուրդ։ Նվիրյալներ են, այս գործի նվիրյալներ են, որոնք իրենց կյանքի նպատակն են դարձրել սա։ Եվ հիմա ինչ եմ ձեզ առաջարկում։ Վերը բերված նպատակն իրականացնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ստեղծել խնդրի էություն ըմբռնող մարդկանցից կազմված նվիրյալների խորհուրդ, որի կազմում դասական քաղաքագետներից, հոգեբաններից, սոցիոլոգներից եւ այլ մասնագետներից բացի պարտադիր ընդգրկվելու են թաքնագիտությունից եւ ոչ ստանդարտ առնչություններից տեղյակ մարդիկ, քանի որ հաշվի առնելով հանրային գիտակցության խաթարված լինելը, դասական մեթոդները մեր խնդրի համար լուծում չունեն։ Ես այստեղ հիշեցնեմ, որ ինչ որ ես հիմա ներկայացնում եմ, առանձին բաժինները մանրամասն ներկայացված է Facebook-յան ազգային վերելքի ուղի խմբի մեջ, այդտեղ բաժին մանրամասը կա, որ 6 թե 8 ամիս առաջ ես ներկայացրել եմ։ Հիմա այս նվիրյալների խորհուրդը ինչ պիտի անի, ինչ խնդիրների պիտի զբաղվի։ Առաջինը, հստակորեն ձևակերպի լուծման կարիք զգացող հասարակության առջև ծառացած խնդիրը, որի մասին քիչ առաջ խոսացի, մշակի ազգային վերափոխման եւ ինքնակազմակերպման ծրագիր, բարդ խնդիր։ Ընդունի, որ մարդու մեջ խտացված է իր ժողովրդի ողջ անցյալը եւ համապատասխան ազդման ոչ ստանդարտ համակարգի գործողության շնորհիվ հնարավոր է արմատապես վերափոխել մարդուն տիրապետի դա անելու գործիքներին։ Եթե դուք հիշում եք 89 թվականին, դուք հիշեք, որ ժողովուրդը սովետական ինչպես արմատապես վերափոխվեց, ինչ որ գործիքներ կիրառվեցին, կամա թե ակամա, բայց ամենայն դեպս վերափոխումը տեսակ։ Ես ուսումնասիրել եմ բավականին դրանից հետո եւ հանդիպել եմ մարդկանց վերափոխելու ինչ որ ոչ ստանդարտ համակարգերի։ Դա եւս նշածս Facebook-յան խմբում կա եւ հենց այնպես չի, որ ես առաջարկում եմ, որ այստեղ ասենք լինեն թաքնագետներ, որ այս ամեն ինչից հասկանում են։ Հաջորդը Հարգած դեպքում մշակի վերափոխմանը նպաստող կրոնահավատքային անհրաժեշտ փոփոխություններ։ Բարեփոխված տարբերակը պիտի առնչվի ազգի պատմությանը, դրա մեջ պիտի հստակորեն երևա ժողովրդի առաքելությունը, նրա դերը մարդկության մեջ։ Ասեմ, անհրաժեշտության դեպքում այնպես չէ որ ֆիքսում ենք, էլի։ Կարող է նվիրյալների խորհուրդը պարզի, որ ահա կրոնը որ ունենք, ամեն ինչ կա, պարզապես մենք ուշադիր չենք եղել։ Իսկ եթե կզգանք ինչ-որ մի բան պակաս է, որ պիտի ազգային նպատակը իրականացնենք, այդտեղ ինչ-որ նշած փոփոխությունները անում են։ Հաջորդը մշակի վերափոխման եւ ապագա պետության գաղափարական հիմնադրույթները։ Սա դուք պիտի ունենաք, եթե չգիտեք ինչ պետություն եք կառուցում, ինչքան ուզում եք պայքարեք։ Հաջորդը համակարգի ազգային վերափոխման եւ ինքնակազմակերպման ողջ գործընթացը, սա ծանր խնդիր իր առջև ծառացած եւ այս ամենը անելուց հետո իրեն յուրահատուկ դեր է նախատեսվում այս գործողությունների ծրագրում։ Անելուց հետո ինքը կողք չի քաշվել, ոչ է գնալու է պաշտոնների։ Ինքը դառնալու է պիտի ստանձնի խորքային իշխանության դերը։ Խորքային իշխանությունը երևի թե տեղյակ եք, որոշ երկրներում կա, օրինակ Պարսկաստանում կա, ամեն երկրում էլ կա։ Մարդիկ են, որոնք չէ երում, բայց ունեն իշխանություն, ազդեցություն եւ իրենք են որոշում քաղաքական ուժերը ինչ անեն, ինչ չանեն։ Անկամ նախագահը իրենց ենթական է։ Այլապես, եթե դա չի լինի, մենք ունենանք կաս, ինչ որ մի տեղից մի մարդու կբերեն եւ երկրի հարցերը կլուծի։ Հիմա նվիրյալների խորհուրդը ենթադրենք թե ձևավորվեց, եկան պատկերացում ունեն խնդրից եւ հավաքվել են իրար հետ, այս կետերը ընդունեցին, ինչ են անելու։ Ես իմ տարբերակն եմ ներկայացնում, ենթադրենք ինձ էլ հրավիրել եք նվիրյալների խորհուրդ, ես էլ ասենք իմ տեսակետն եմ ներկայացնում մտածումներից ելնելով։ Առաջինը ես առաջարկում եմ ստեղծել արժեհամակարգային խորհուրդ։ Ես որ ասացի վերափոխումների է ենթարկվել ժամանակին ներկայացրած այս համակարգը,
այս արժանապատվային խորհրդի մոտ ներքևում էր, սա մի քանի հարկանի է, բայց հետո հանդիպումների, քննարկումների արդյունքում պարզեց, որ ինքը պիտի գա բարձրանա վերև ու դառնա ամենակարևորներից, այսինքն կյանքը հետադարձ կապը ճշտումներ մցրեց հենց իմ ներկայացված համակարգի մեջ ու չի բացառում, որ ելի կլինեն ճշտումներ, կարող է ինչ-որ բան գտեք ավելորդ է հանեք ու ես նորից հիշեցնեմ, որ ես չեմ պնդում, որ սա միակ ճշմարիտն է, կարող եք այսպես ոչնչացնել, պատրել, քսել մի կողմ, բայց իս ֆիզիկոսից, մտածողից, վերլուծաբանից պիտի համոզեք փաստարկներով, որ այո, իմ ասածը ճիշտ չէ, այդ ձեր ասածը ճիշտ է։ Դուք պիտի կարողանաք դա համոզել։ Ինչ պիտի անի արժանապատվային խորհուրդը, ինչ խնդիրներ է դրվում իր վրա։ Իմ դիտարկումներով մեզանում կան այսպես նախաձեռնություններ, ակումբներ, առանձին մարդկային խմբեր, որոնք այս արժանապատվային փոփոխությունների իրականացման խնդիրներ են շոշափում։ Ասենք մշակումներ ունեն այդ ուղղությամբ, ապագա պետության ասենք ռազմավարություն են մշակում, ապագա պետության տեսլական են մշակում, հնարավորինս առնչացնելով ազգի պատմությանը, կան նախաձեռնություններ, որոնք ասենք իրավիճակն են խորությամբ քննում եւ ներկայացնում են տարբերակներ այս իրավիճակում հնարավոր քայլերի, որպեսզի ժողովուրդը կուպետություն ամբողջապես չվերանան կամ հնարավոր նվազագույն կորուստներով այստեղից մենք կարողանանք դուրս գանք։ Առաջարկը հետևյալն է, որ այդ նախաձեռնությունները, որ կան, նրանք իմի են գալիս, ստեղծում են մի հարթակ, ստեղծում են մի խորհուրդ եւ քննարկումների, բանավեճերի, եթե կուզեք կռիվների արդյունքում գալիս են մի հայտարարի հարցերի պատասխաններ, այդ նշածս հարցերը, որ ասացի, նվիրյալների խորհրդի օգնում են դա լուծել։ Այդ ինչ պետություն պիտի կառուցվի, այդ ինչ պետություն է, որ համահունչ է տարածաշրջանային մարտահրավերին, հայ ազգի էության ու ոգու, իր անցյալի ունեցած արժեքները որ չափով են այստեղ տեղավորվում, այդ պետությունը որ չափով է հայկական, ինչ կերպ կարելի է այս իրավիճակից դուրս գալ, դրա վերաբերյալ իրենք ունենում են եզրակացություն, այդ եզրակացությունը գնում է ասենք նվիրյալների խորհուրդ եւ նվիրյալների խորհուրդը արդեն սա ունենալով մտածում է հետագա քայլերի մասին։ Դրա համար սա առանձնակի կարևոր է։ Այս ուղղությամբ ես ինքս աշխատանքներ արել եմ, երբ որ եթերներ տվել եմ, մարդիկ արձագանքել են, ասենք ներկայացել են, որ իրենք մտածումներ ունեն ապագա պետության վերաբերյալ, երկու հոգու ես հանդիպել եմ, անգամ հրավիրել եմ վերելքի, հետո իրենց եմ այսպես մի ակումբում հանդիպել, երկուսով քննարկել են, զրուցել են, որպեսզի փորձենք ընդհանուր հայտարարի գանք, ասենք խմորումները գնում են, 23 թվականին նաև իմ հրահրմամբ Գյումրիում այդպեսի մի քննարկում եղավ, մի քանի նախաձեռնություններ, որոնք նշածս հարցերի վերաբերյալ պատկերացումներ ունեին, դա մենք քննարկեցինք եւ օրերս էլի ես մի փոքր մարդկանցով այս հարցերը նորից են քննարկում, արծարծում, որ այս խորհուրդը ձևավորվի, պատկերացումները իմի բերեն։ Սա անչափ կարեւոր է, որը դժբախտաբար չի արվում։ Հաջորդը սա ունենալուց հետո ենթադրենք սա էլ ունեցանք, պիտի մտածենք ինչպես ենք իրականացնում, ես առանձնակի կարևորում եմ այս աղյուսակի երրորդ բաժինը աշխարհաքաղաքական հետազոտությունների խորհուրդ։ Ինչ է անելու, նվիրյալների խորհուրդը ստեղծում է այս բաժինը, որովհետև իր այս նպատակին հասնելու այս արժանապատվային խորհրդի տված տեսլականները իրականացնելու քայլերը, ասենք իրավիճակից դուրս գալու իրականացնելու համար դուք պարտավոր եք իմանալ ինչ վիճակում է գտնվում Հայաստան երկիրը, ինչով է շրջապատված, ինչ պետություններով, դերսում ով ինչեր ունի, աշխարհաքաղաքական բևեռները ներգրավված են այստեղ թե չէ, ինչ շահեր ունեն, այս շահերը որ չափով են հայկական, որ չափով են հակահայկական, այս ամենը մենք պիտի իմանանք, այդ ազդեցությունը, որ մենք կարողանանք դուրս գալ այս իրավիճակից, այլապես կարող է կույր ինչ որ ձև գործեք, գնաք պատին դեմ առնեք, փոսեր ընկնեք, կամել դուք չիմանաք ձեր իրական թշնամին ով է, թշնամուն ընկալեք որպես բարեկամ, բարեկամին թշնամի եւ գնաք, ասենք, կայելի երախը։ Հասկանում եք, որպեսզի այս մոլորությունները չլինի, առաջարկում է ստեղծել աշխարհաքաղաքական հետազոտությունների խորհուրդ, որում
անաչառ քաղաքագետներ են, միջազգայնագետներ են, տարածաշրջանային մասնագետներ, որոնք չունեն կուսակցական, այսպես նեղմտություններ, կան մարդիկ, որ ասենք, ուզում ես խելացի բաներ է ասում, բայց սևեռված է, այս բևեռը իրեն թշնամի է, այն մի ձևերի մասին չի խոսում, կամ հակառակը։ Մեզ պետք են մարդիկ, որոնք իրենց անձնական պատկերացումները, զգացումները թողնում են մի կողմ եւ անաչառ վերլուծություններ են անում։ Դժբախտաբար այսպես մարդիկ քիչ են, բայց կան, ես ասենք մի քանիսի հրավիրել եմ, հանդիպել եմ եւ խնդիրը էլի շարունակում։ Հիմա ինչ եմ առաջարկում ես այս աշխարհաքաղաքական հետազոտությունների բաժինը ինչերով զբաղվի։ Նա պարզում է հակահայ ծրագրեր իրականացնող տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ուժերին եւ նրանց նպատակները։ Սա անչափ կարևոր խնդիր է, եթե դուք սա չանեկան մոլորության մեջ լինեք, միջալոց ասեմ, այն բևեռը, որը ուզում է այստեղ հակահայ ծրագիր անի, իրենք այնքան խելացի են, որ այնպես են անում, որ դուք իրենց ընկալեք որպես բարեկամ, իսկ նա ով կարող է լինել ձեզ բարեկամ, որպես թշնամի են ընկալում։ Ու ինչքան ես եմ հետևում, մեր ժողովրդի ահռելի մի հատված այդտեղ մոլորության մեջ է, որը կարող է տանել ծանր վախճանի։ Սա անչափ կարևոր է, եւ պիտի պարզեք, լավ, այդ ուժերը, որ կան այստեղ ինչ են ուզում իրենց մաքսիմում ծրագիրը ո՞րն է ասենք, արդյոք իրենց ծրագրերում մենք կանք թե չկանք, հնարավոր է չկանք, չէ, դեպքում մենք պիտի հաշվի առնենք, մենք կարողանում ենք դիմակայել, թե չէ, եթե մեր ուժերը բավարար չեն, ապա այդ տխուր դեպքի համար մենք ինչ քայլերի համակարգ պիտի ունենանք, որպեսզի հանկարծակի չգանք։ Հաջորդը գուցե նրանք ինչ որ Հայաստանի մի մասն են թողնելու, սրա համար մենք պիտի պատրաստ լինենք փորձենք կանխատեսել որ մասը այս ժողովուրդը որ այսպես խառնվի իրար ինչպես մի անգամ եղավ երբ որ Արցախը խլեցին այս դեպքում ինչ իրավիճակ է լինելու մենք ինչպես են կարողանալու տեսակը պահպանել կամ ասենք գուցե կան մեզ բարձեն աշխարհաքաղաքագետները որ չէ ինչ որ կամանալու է պարզապես ինչ որ կրթամշակութային այլասերումներ սրա համար էլ պիտի մենք պատրաստ լինենք Այս ամենը մեր սեղանին պիտի լինի, որ այս խումբը սկսի գործել։ Հաջորդը պարզում է, թե այդ ուժերը, հակահայ ուժերը, խրամատից այս կողմ, այսինքն Հայաստանի ներսում, ինչ շարասյուններ ունեն, որքան է դրանց հզորությունները։ Սա էլ դուք պիտի իմանաք, այնտեղ ՀԿ-ներ են, կուսակցություններ են, իշխանություն է, թե չէ, ովքեր են, որ դեմ են, եւ դրսում կա, եւ ներսում կա, այս պատկերը պիտի ձեր սեղանին լինի, եթե դուք ուզում եք ինչ-որ բան անեք։ Հաջորդը պարզում է այդ հակահայ ուժերի հնարավոր քայլերը, հակահայ քայլերը, ինչ ուղղություններով նրանք կգործեն։ Ես ամենայն դեպս ներկայացնեմ իմ պատկերացումները, էլի, որ գործել ռազմական, արել են եւ էլի սարսափեցնում են, կրթության ասպարեզում խեղումներ անեն, որպեսզի ժողովուրդը դեգրադացվի, այսպես մանկուր տանա, ազգակի շերտը հնարություն չունենա իր զավակներին վերարտադրի այն արժեքներով, որի կարիքը զգում է ազգը, մշակութային խեղաթյուրումներ կանեն, անում են եւ կանեն եւ շարունակելու են, դեմոգրաֆիկ փոփոխություններ, այնպես անեն, որ հայությունը քչանա, արտագաղթի ուրիշ մարդկանց բերեն, սա էս ինչ որ ասեմ դուք էլ եք տեսնում, նորություն չի։ Հոգեբանական ազդեցություններ, վհատություն, սերմանել, անընդհատ վախ, անընդհատ խնդիրներ եւ գուցե այլ ասպարեզներ էլ կան, որի միջոցով իրենք փորձելու են ազդել։ Սա մենք պարտավոր ենք իմանալ, որպեսզի մենք վտանգը զգանք, որը որտեղից է գալիս, որ վտանգին ինչպես ենք դիմակայելու։ Ես սա հետագայում արդեն ես որ խորանանք ես ներկայացնելու եմ, թե որին ինչ կերպ ենք առաջարկում, որ հնարավորության սահմաններում դիմակայել ազգակիր տեսակը հնարավոր խեղաթյուրումից պահպանելու համար։ Եվ այս հետազոտությունների արդյունքները պիտի նորից գնա նվիրյալների խորհրդի սեղանին, ու սա պիտի արվի պարբերաբար, քանի որ աշխարհում հաճախակի փոխվում է, շաբաթը մեկ, երկու շաբաթը մեկ պիտի նոր պատկեր գնա, որից էլ ասենք նվիրյալների խորհուրդը, քանի որ բազում բաժիններ է ունենալու, որոնքից հետո կներկայացնեն, որ ինքը հանրահարական թե ասի փոխվել է սա, հիմա սա արեք, հիմա սա արեք։ Դժբախտաբար այս ամենը մենք որպես պետություն թերացել ենք անելու, հիմա ընդհանրապես պետություններ չկա, շատ խոր վիճակի մեջ ենք։ Հաջորդը ինքը փորձում է պարզել աշխարհում կան պետություններ, նախաձեռնություններ, միջազգային կառույցներ, այսպես խմբավորումներ, որոնք չեն ցանկանա, որ հայության հետ
տեղի ունենա այն, ինչ որ աշխարհաքաղաքական որոշ ուժեր ուզում են, որ տեղի ունենա։ Չեմ ասում մեզ դաշնակիցների եւ այլ, ասենք իրենք ոգևորված չեն այս ամեն ինչ, գուցե նաև իրենց շահերին է դեմ, որ ասենք որոշ աշխարհաքաղաքական ուժեր անեն այն, ինչ որ անում են։ Այս արժեհամակարգային հետազոտությունների խորհուրդը նաև սա պիտի պարզի այդ որ երկրներն են, որ կառույցներն են եւ մտածենք, թե ինչ կերպ է հնարավոր, ասենք, նրանց ներկայացնել մեզ եւ ասենք որոշակի ակնկալիք ունենալ պաշտպանության։ Շատերը ինձ ասում են անուններ են տալիս, բա այս երկիրը նրանք մեզ կօգնեն, ես էլ միշտ ասում եմ, հարգելիներս, նրանք կօգնեն։ Ենթադրենք, թե ես չեմ ուզում պետությունների անուններ տալ, դա աշխարհաքաղաքական հետազոտությունների խորհուրդը պիտի բերի, բայց դուք էլ որոշ պատկերացումներ ունեք, ովքեր են մեզ սիրում, ովքեր չեն սիրում, այդ դրանք ովքեր որ չեն ցանկանա հայերի հետ տեղ ունենա այն ինչ որ ծրագրված է, որպեսզի կարողանան աջակցեն, պիտի տեսնեն այստեղ հոսք, մարդկային խմբավորում, որոնք ինչ որ բան են ուզում անեն, իրենցից որոշակի կշիռ են ներկայացնում, այսպես ասած ոտքի տեղ ունենան։ Եթե մենք ոչինչ չանենք, տարրական ինքնակազմակերպում չլինի եւ աղոթենք, աղաչենք, եկեք, ոչ ոք չի գալու։ Ինչպես է գալու։ Հասկանում եք, դրա համար անհրաժեշտ է որոշակի նախաձեռնողականություն, որոշակի կազմակերպվածություն, որպեսզի նաև ակնկալիքներ լինի այդ ուղղություններով։ Այսօրվա համար ես նախատեսել եմ այսքանը, ես ձեզ ներկայացրեցի իրավիճակը, փորձեցի հիմնավորել, որ իրավիճակների համար այսօր քաղաքական դաշտը լուծում չունի, ես ամենայն դեպս չեմ տեսնում, եթե սխալվում եմ, կարող եք ինձ ուղղել եւ գտնում եմ, որ ազգային վերելքի ուղի գործողությունների ծրագիրը, որ ձեզ լրացված, դարմաշակված տարբերակ ներկայացնում եմ, գրեթե բոլոր հնարավոր վատ, լավ, կիսալավ իրավիճակների համար ինքը նախատեսում է խմբեր, խորհուրդներ, որոնք պատրաստ կլինեն, նախապես պատրաստ կլինեն այդպիսի իրավիճակներին դիմագրավելու եւ ոչ թե գանք ինչ-որ փաստի առաջ կանգնենք, խառնվենք իրար, վայվույ եւ այլը։ Մենք պիտի կարողանանք առաջ ընկնենք, կանխատեսենք հնարավորության սահմաններում նաեւ ինքնակազմակերպվենք։ Առաջիկա թողարկումներում ես ձեզ կներկայացնեմ այս գործողությունների ծրագրի հաջորդ խորհուրդները, որը նվիրյալների խորհուրդը պիտի ստեղծի, որպեսզի կարողանա ամբողջությամբ փակել տարածքը եւ ասենք բոլոր դեպքերի համար ձեզ ներկայացնի ծրագիր, որպեսզի նպատակը իրականացվի։ Առաջնահերթ նպատակը, որքան ես հասկանում եմ, այսօր ազգակիր տեսակի պահպանությունն է Հայաստանում, որովհետեւ ինքը այսօր վտանգված է։ Ընտրությունները, ես ասացի, բոլոր դեպքերում խնդիրները չեն վերանում, ընտրությունների մասին գուցե թե ես անցան վերջում անդրադառնամ, այսօրվա համար նախատեսել եմ այսքանը, նախորդ թողարկման ժամանակ ես արդեն ձեզ կներկայացնեմ այն մյուս խորհուրդները, որտեղ ենթադրեք, թե ես ամենը իմացաք եւ ուզում եք նպատակին հասնեք։ Դրա համար հարց են, դուք ձեզ պիտի հարց տաք, իսկ ինչ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը։ Ինչ անցյալ է ունեցել, ինչ արժեքներ է կրում, ինչ շերտերից է այսօր ինքը կազմված։ Վատ այն է, որ մեր քաղաքական ուժերը, որ մտնում են պայքարի մեջ կամ ծրագրեր են կազմում, ժողովրդի ճանաչողություն չկա։ Մեկ այլ ժողովրդի համար են իրենք ծրագրեր գրում, հետո քանի որ այս ժողովուրդը չկա, ծրագրերը մնում են օդում։ Մենք պիտի ստեղծենք հատուկ խորհուրդներ, որոնք նվիրյալների խորհրդի սեղանին պիտի բերեն տնեն հարց։ Ինչ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը, ինչու է ինքը այսպիսին, ինքը պետություն, արժեքներ ընդհանրապես ունեցել է թե չէ, եթե մենք ուզում ենք վերափոխել, ինքնակազմակերպել, ապա արտագրելու ենք, թե մեր անցյալից ինչ որ բաներ կա, որ պիտի բերենք։ Այս հարցերի պատասխանները պիտի մենք ունենանք մեր սեղանին։ Այդ մասին ես կխոսեմ վերելքի հաջորդ թողարկման ժամանակ, իսկ այսօր նախատեսել էի այսքանը, մինչ նոր հանդիպում։